Հաղորդման հովանավորն է Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ և լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր և միայն Level Up-ում կրավթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղաթների վրա Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917 Level Up թարմ ծաղիկների տեղատարապ Maria Beauty Salon Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ և վարդագույն Ազարյան գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց տնական տեխնոլոգիայով առանց հավելումների և բաղադրիչների Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ և մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր մարտի 8-ին դիտում են Ֆորտունա։ Այսօր օրը կիրակի է և 8-ն է մարտի վերջապես մեզ համար ամենասպասված միամսյակը սկսված է։ Եվ ինչպես կասել մայստրոն, մարտի 8, բարեբեր լուսավոր առավոտ։ Իսկ միգուցե այլ երկու հնչեր մարտի 8-ին։ Շնորհավոր, օրն այս հրաշալի կարևոր։ Շնորհավորում ենք, շնորհավորում ենք բոլորին կանանց մայրերին, քույրերին այս հրաշալի գառնանաբույր տոնի կապակցությամբ։ Մայրության և գեղեցկության միամսյակը սկսված է պատսենյակում։ Այսօր կանանց պաշտպանության միջազգային օրն է։ Ես մաղթում եմ, որ աշխարհում որևէ կին չունենա պաշտպանության կարիք։ Միևնույն ժամանակ լինի ուժեղ և գնահատված, իսկ այդպես լինում է, երբ որ խաղաղություն է տիրում աշխարհում, հատկապես մեր այս օրերում, թող իսկապես ամենախաղաղ երազանքները ձեր իրականություն դառնան, հարգելի ու շատ սիրելի կանայք, միշտ լինեք առողջ, գեղեցիկ և շնորհավոր մարտի 8։ Շնորհավորում ենք մարտի 8 և լսում ենք գեղեցիկ երաժշտություն, նվիրում ենք բոլոր կանանց։ Գնացինք։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը
ծառակենաց ու ամեն տարի կանանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց նորհավոր լինի կանցս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց նորհավոր լինի կանցս ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես սիրել եմ սիրելու եմ միշտ Դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ Ձեր գրկում կյանքս գլորվեց գնաց Ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց Բայց եթե չլիներ մայրը Չեր լինի ծառակենաց Ու ամեն տարի կանանը Ավելի կոնկրետ մարտի 8-ին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մարտի 8-ին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց նորհավոր լինի կանցս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Վերադարձանք տաղավարի եւ շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ ներկայացնելով մեր հաղորդման գործընկերներին։ Մեր հաղորդման գործընկերն է Level Up Design Studio-ն, ով առաջարկում է ծաղկե փնջերի լայն տեսականի, ամենակարևորը թարմ, հոտավետ, գեղեցիկ, գործում է առաքում 24 եւ 7 ռեժիմով հասցեն Վարդան 116 կոտորակ 1 Հեռախոսահամար 077 090917 եւ իհարկե գտնվում է Էդվարդ Կզարթեմյան անվան երաժշտական դպրոցի դիմացի հատվածում, այնպես որ այցելեք եւ ձեր կանանց, քույրերին, մայրերին նվիրեք ծաղկե փնջեր։ 24/7 ռեժիմով է աշխատում Level Up Design Studio-ն, որն առաջարկում է իր ինքնատիպությունը հարգելի հեռուստատողներ ամենատարբեր արարողությունների ծնունդ, մարտի 8, ապրիլի 7 ցանկացած օր պարզապես գեղեցիկության միջոցով, գեղեցիկ լեզվով կարող եք իհարկե ձեր սիրելիների համար անակնկալներ մատուցել, իսկ Level Up-ի գանձերը գիտեն թե ինչպես են դա մատուցում եւ հատուկ մակագրությամբ իդեպ մագաղաթյան լեվելյան մակագրությամբ մագաղաթների ժամանակվա այսպես հաստ փոխվել են, չեն փոխվել են, այո, ձեր անվանական անուն ազգանուններով ծաղկե փնջեր կարող եք պատվիրել կամ գնալ եւ առհասարակ մտքերով, որտեվ հատուկ տեխնոլոգիական միջոցներով Level Up-ում սրան տալիս են հետաքրքիր լուծում։ Հարգելի հեռուստադիտողներ, ասում ենք նաեւ շնորհակալություն, իդեպ այդ նորամուծությունը կոչվում է Craft-ով փնջեր, վրան ձեռագիր գրություններ։ Craft-ով փնջեր։ Craft-ով փնջեր, այո։ Իմացիր պետք կգա։
Որ զանգահարես պատվիրելու ծաղիկ կասես կրաֆտով փնջեր։ Մնում է հիշեմ այդ բառը Կհիշես։ Ասում ենք շնորհակալություն մեր մյուս գործընկերոջը, ով է նա։ Ազարյան գինին է մեր գործընկերը, անուշաբույր, շատ քաղցրահամ, ունի տարբեր տեսականներ, ձեր սեղանները կարող եք զարդարել Ազարյան գինով։ Հասցեն քաղաք Վանաձոր, Խորենացի 7 հեռախոսահամարները գործում են 098 041 385 044 412 128 կարող եք մտրել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Շնորհակալություն ասում ենք մեր մյուս գործընկերոջը եւս, ինչպես Level Up-ի, այնպես Level Up Design ստուդիոյի, այնպես էլ Ազարյան գինու անունից շնորհավորում ենք բոլորիդ մարտի 8-ը եւ մաղթում տոնական տրամադրություն։ Դրան կարող են հաղորդել նաեւ Մարիա Բյուտի սալոնը եւ Նվարդանյան դիմորդարման ուսումնաբուժական կենտրոնը։ Ովքեր կապահովեն ձեր արտաքին տեսքը եւ ձեր մշտական փայլուն գեղեցիկ եւ թարմ տեսքը։ Հասցեները նշեն Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնը գտնվում է քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծ 39 կոտորակում 1 հասցեում եւ իհարկե Մարիա Բյուտի սալոնն էլ գտնվում է Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում։ Ապրես։ Բրավո։ Ես որոշել եմ մի ամսյակում քիչ խոսեմ։ Չէ, չի ստացվի, ուզում եմ 8 ամսյակ լինի, դա անհնար է։ Վստահ ես։ Դու հիմա լռում եմ, որ գովազդ գա եթե։ Ես լռում եմ, որ թեյս վայելեմ։ Այո, դու լավ, դու թեյդ խմի, ես այդպես էլ գիտեի, որ դուք ստեղծես իրավիճակով ես շատ խոսեմ։ Գնանք հյուրին դիմավորենք։ Հա, մենք հյուրել ունենք, ճիշտ է։ Այո, սիրելի հեռուստադիտողներ ջան, այս պահին մեր գործընկերների հոլովակներն ենք ձեզ հրամցնում ջերմության գինով, գեղեցկությամբ ծաղիկներով, արտաքին հրաշք տեսքով եւ ամենաերիտասարդանալու նպատակով։ Սա ոնց համենվեց ամեն ինչ։ Աղ եւ բի բարի պես։ Մարիա Բյուտի սալոն, նազելի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյուտի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյուտի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆտով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև Divine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Խոքի ես իմ սրտում մի հատ Աշխարհում չկա ոչ մեկ քեզնից ինձ հարազատ Ինձ տիրոջ կողմից նվեր ես իմ սրբություն իմ ես Երջանիկ եմ որ իմ մայրն ես Ես պաշտում եմ քեզ
Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ ման Քանի շպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ Քանի շպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո հրեշտակն եմ ես Մամ գիտես որ քո կտորն ու հայելին եմ ես Անսահման սիրող սրտի քո ոգեշունչն եմ ես Թող փայլող տեսնեմ աչքերդ չթողնես նեղվեն Որ ջախի միշտ օթերով քո թագավոր տղեն Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ Քանի շտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո հրեշտակն եմ ես Իմացիր դու ես ապրում եմ կամ Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես Սիրուն դեմքին քո տխրությունը չի սազում քեզ մամ Քանի շպտում ես իմացիր դու ես ապրում եմ կամ Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո հրեշտակն եմ ես Մամիմ սրտի մեծ հանկությունն է որ ուրախ լինես Ու դու հիշիր որ միշտ քեզ հետ ու քո կողքին եմ ես Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի բոլոր անկյուններում, բոլոր հատվածներում, բոլոր գյուղերում, քաղաքներում ու ինչու՞ չէ նաև բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են հայապետության սահմաններում եւ նրանց, ովքեր սահմաններից դուրս են դիտում ու կարոտագին սպասում են, թե ինչ են խոսելու լոռեցի կանայք այս տաղավարից։ Եվ հենց այսօրը մարտի 8-ին մենք խոսելու ենք մեր տաղավարում Լոռու մարզպետի խորհրդական Հասմիկ Ադամյանի հետ բարեկարգված սենյակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ բարով եք եկել Ֆորտունա հապստանք։ Ուրախ ներկա լինելու համար, մասնակցելու համար ձեր հաղորդաշարին։ Ինչպես եք առհասարակ անցկացնում ձեր շաբաթ Կիրակի հանգստյան օրերը։ Եթե դրանց կարելի է հանգստյան անվանել։ Իհարկե, չէ, ես կանվանեի հանգստյան օրեր իմ շաբաթ Կիրակիները, որովհետև անում եմ այն ամենը, ինչ չեմ կարողացել անել աշխատանքային օրերին, նաև երկար քնում եմ, նաև հանդիպում եմ ընկերներիս։ Մի խոսքով ինչ մտքներով, ինչ բոլոր կանայք կարող են անել, շատ ճաշեր եմ երբում ընտանիքի անդամների համար, թորնիկներիս հետ եմ անցկացնում։ Երբեմն լինում է, որ աշխատանքային պահերով այդպես էլ է ստացվում, բայց փորձում եմ աշխատանքային օրերին այնքան շատ աշխատել, որ շաբաթ կիրակիները մի քիչ զբաղված լինեմ աշխատանքով։ Իսկ այդ աշխատանքային ծանրաբեռնվածության հետ միասին դուք հասցնում եք այդ ժամանակին, որ լիարժեք բացի այդ շաբաթ կիրակիները հասցնել թե ընտանիք։ Միշտ տղամարդիկ են զարմանում այդ հարցում, չէ՞, ո՞նց են հասցնում կանայք։ Իրականում ես էլ եմ մտածում, որ եթե իմ ծանրաբեռնվածությունը մի տեսակից, այսինքն հիմա այլ աշխատանք եմ անցել եւ փոփոխվել է բնականաբար, ավելին է կարելի ասել կրկնապատկվել է եւ ավելին,
դա շատ դժվար է լինելու, բայց լավ համակարգելու դեպքում այդ դժվար ես ինքը կամ սիրով եմ անում դրանից է։ Մի տեսակ այդ սիրով անել արտահայտությունը կրկնվող է, բայց երևի ճշմարտություն կա դրա մեջ։ Ես իրոք չեմ զգում, որ ես հոգնում եմ։ Սահուն մի գործից անցնում եմ մյուսին, հետո մյուսին, արանքում ինձ հաճելի ընդմիջումներ եմ անում, հետո աշխատանքը բոլոր դեպքերում մարդկանց հետ է, ես սիրում եմ մարդկանց հետ աշխատել, զրուցել, իմ աշխատանքի բնույթը հենց դա է եւ չեմ զգում։ Ինչքան ժամանակ է որ զբաղեցնում եք այդ պաշտոնը։ Այս նոր պաշտոնը զբաղեցնում եմ սեպտեմբերի 19-ից։ Մինչև այդ զբաղված։ Մինչև այդ աշխատել եմ Հաղպատի միջնակարգ դպրոցում շուրջ 10 տարի, դպրոցում ուսուցիչ եմ եղել, 19 տարի էլ ղեկավարել եմ դպրոցը։ Այ ինչու հարցրեցի սա, լրիվ տարբեր, բայց միևնույն ժամանակ մեկ օրգան համակարգ, հասարակության հետ, մարդկանց հետ շփում։ Ինչով է հեշտ ու ինչով է դժվար։ Հեշտ է այնքանով, որ ես արդեն ղեկավարելու փորձ ունեի, մարդկանց հետ շփվելու փորձ ունեի եւ հանրակրթության բնագավառում մեծ փորձ ունեի եւ այդ նույնն է կարծես թե արդեն ավելի շատ դպրոցների եւ այդ դպրոցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ։ Այդ առումով բախտս բերեց էլի, ոլորտը նույնն էր, ես ընտեղել եմ աշխատել մարդկանց հետ, հասարակության հետ, ընտեղել եմ նույն օրենքներին առնչվել, կարգավորումներին եւ դրա համար այդպես էլ դժվարություններ կարծես չտեսա։ Ինձ համենայն դեպս այդպես է թվում, չգիտեմ։ Շատ լավ։ Մեր հաղորդման նպատակներից մեկը կայանում է նրանում, որ ցես այժմ բացահայտելու են որպես կին, որպես մայր, որպես տատիկ, որպես հայազգի կին, այսպես ասած, եւ ինձ էլ է հետաքրքիր բացահայտվել։ Այնպես որ առաջարկելու ենք վայելել թեյի, դեռ կանաչ թեյ ենք մենք այսօր վայելելու։ Այո։ Եվ խոստովանելու այն ամենը, ինչ որ հաստատ եթերից երբևէ չեք զգացել։ Առաջին հարցը, որ ուզում եմ այս թեյի եւ այս միջավայրում ձեզ ուղղել այս համատեքստով, ինչը ուզում կինը։ Կինը երջանկություն է ուզում։ Կինը ուզում է ամեն օր սերունդը իր սերունդը եւ ընդհանրապես իր շրջապատի սերունդին երջանիկ տեսնել, խաղաղ հաշտ ու համերաշխ տեսնել, առօրյան ստացված լինի, մի քիչ կռիվներ չլինեն, բացասական բաները քիչ լինի։ Ես այդ ամեն ինչը մի բառով երջանկություն է ուզում, շատ բարձ։ Ինչ է ձեզ համար նշանակում կնոջ ուժը։ Հա, կնոջ ուժը մտածում եմ իր սիրել կարողանալու եւ բարության մեջ է։ Ես մի տեսակ երբևէ չեմ կարողանում ընկալել, այսպես ասած, բռնցքով եւ արմունկով կին։ Ինձ համար մի տեսակ անընկալելի է, երբ կին իր համար ճանապարհ է հարթում բռնցքով եւ արմունկով։ Ես մտածում եմ դրա փոխարենով ինքը սիրել եւ բարի արարել գիտի։ Եվ դա իր ուժն է։ Տիկին Ադամյան, որ պահն էր ձեր կյանքում, երբ առաջին անգամ լսեցիք ձեր ներքին կանացի ձայնը, դա կանայք կհասկանան, գոյություն ունի, հա, սովորաբար տղամարդիկ մորի են վերածում 15 գայարան, որոնցից 17-ը կանանցն են։ Իհարկե, այդ ներքին ուժը երբ եք զգացել, որ խոսում է կնոջ ներքին ուժը ու կարող է շատ ճիշտ խորհուրդներ տալ։ Ես երևի այսպես ասեմ, մի տեսակ թող տենց ամպագորգոր չգիտեմ, ես մտածում եմ ինձ ինչ ես որպես անձ գիտակցում եմ, ես միշտ իմացել եմ իմ այդ ներքին ուժի մասին եւ գնալով բացահայտում եմ, որ այո, իրականում այդ զգացողությունը կանացի ներքին ուժի մասին նաեւ շատանում է տարիների հետ։ Ես միշտ եմ զգացել, որ ունեմ այդ ներքին ուժը եւ ցանկացած գործից առաջ, եթե ես համոզված չլինեմ դրա մեջ, այդ իմ ներքին ձայնը կամ ներքին ուժը չասի, ես չեմ էլ սկսի։ Ես միշտ եմ ինձ այդպեսին հիշում։ Այլ կերպ չեմ հիշում, հա։ Կարող եք հիշել մի փորձություն կամ մի քանի փորձություն ձեր կյանքում, որ դրանից հետո ձեր կյանքը ավելի փոխվել է եւ դարձել եք ավելի ուժեղ։ Այդպես չեմ ուզում առանձնացնել որևէ դեպք, բայց կարող եմ ասել, որ իմ աշխատանքը դպրոցում դա չհամարեմ փորձություն, համարեմ փորձ։ Եվ այո, ինքը ինձ ամեն օր դարձրել է, կերտել է իմ հարաբերություններ իմ գործընկերների հետ, սովորողների հետ, ծնողների հետ։ Ինձ համար դա եղել է մեծ փորձ եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ
հենց այդպիսի աշխատանք ունենալ, այդպիսի մարդկանց հետ շփվել, այդպիսի կոլեկտիվի սովորողների հետ եւ դառնալ այսպիսին։ Չգիտեմ։ Եվ ով է եղել այն մարդը, գուցե նաև այն կինը, ում տված խորտերը կյանքում հաճախ է քիշում, հաճախ է ձեր ականջին հնչում։ Ձեր կյանքի կարևոր ազդեցիկ կանայք։ Ես չգիտեմ ինչպես կընկալվի, որ հիմա ասեմ, այն մարդը եւ այն կինը, որ միշտ կարևոր խորհուրդներ է տվել ինձ կամ կարևոր ազդակ է եղել ինձ համար, դա ես եմ։ Ես ամենաշատը ինձ եմ կարծես թե լսում։ Այդ ներքին ուժը միշտ կա փաստորեն։ Չգիտեմ, ես այո կարող լռում եմ, վերլուծում եմ, համադրում եմ եւ առաջ եմ անցնում։ Ես շատ մտածում եմ, որ ես պիտի ինձ լսեմ եւ ես ինքս եմ ինձ ուշ տվել միշտ։ Այդպեսին է, դե հիմա չգիտեմ։ Այո, շատ լավ։ Երբ եք զգացել, որ պետք է պայքարեք ձեր երազանքի համար։ Կամ նպատակի։ Եթե կարելի է, ես մի քիչ պայքարել բառը փոխեմ, ես կասեի գործել, հա, մի տեսակ չեմ մտածում, որ ես պայքարում եմ, ես գործում եմ եւ դա միշտ։ Եվ այլ կերպ չի եղել ինձ համար։ Ես միշտ նպատակին կամ երազանքներին համար իմացել եմ, որ պիտի գործեմ։ Ակտիվ գործեմ, այդպես։ Ուժեղ եք ձեզ համարում։ Երևի այո։ Ահա, եւ ուժեղ եւ թույլ, չեմ կարող միանշանակ ասել ուժեղ եմ, բայց մտածում եմ, որ երևի թուլությունն էլ է դառնում ի վերջո ուժ, այդպես եմ մտածում։ Ինչ դեր ունի ընտանիքի աջակցությունը կնոջ հաջողությունների մեջ ձեզ համար։ Ընտանիքը կարծում եմ ոչ միայն կնոջ մարդու համար խիստ կարևոր բան է ընտանիքը, բայց նաև այսպես եմ մտածում, որ խոհեմ կինը միշտ էլ կարող է ընտանիքի վերածել իր համար, ընտանիքը միշտ էլ աջակից լինի։ Եթե կինը խոհեմ է, ընտանիքը բոլոր դեպքերում իրեն աջակցում էր բոլոր ձեռնարկումներում։ Ես այդպես եմ մտածում եւ կարևորում եմ ընտանիքը։ Դուք խոսեցիք նաև ձեր թորնիկներից մի բան։ Թորնիկ թե թորներ։ Երկու թորնիկ ունեմ, երկու աղջնակներ ունեմ այս պահին։ Այո։ Դե հիմա հետ ենք գնում։ Այո։ Տարիների մեջ։ Ինչ փոխվեցին, երբ ծնվեցին ձեր բալիկները, ձեր աղջիկները, հատկապես առաջինը։ Թորնուհիներս։ Չէ, ձեր իմ աղջիկները։ Չգիտեմ։ Աշխարհը մեծացավ, անկեղծ, երբ կինը մայրանում է, աշխարհն իր առջև լրիվ ուրիշ աշխարհը այլ է դառնում։ Գույները ավելի են բացահայտվում եւ ինքը այդ որ ասում եք ուժեղ եք, ինքը արդեն ուժեղ է։ Այն պահին, երբ մայր է, ինքը արդեն ուժեղ է։ Եվ դա հաստատ բոլոր կանայք են զգացել եւ չի կարող լինել կին, որ ասի իմ առաջնեկը կամ իմ բալիկները իմ կյանքում ոչինչ չեն փոխել։ Փոխել են, ավելի ուժեղ են դարձրել, ավելի նպատակասլաց են դարձրել, ավելի գործունյա են դարձրել եւ բնականաբար ավելի բարի են դարձրել, հանդուրժող։ Այո։ Ավելի խիստ մայր եք, թե ավելի խիստ տատիկ, թե ճակերտավոր հանցագործ տատիկ եք։ Չէ, ես ավելի զբաղված տատիկ եմ։ Կարող է դե թոնիկներին հանցագից տատիկներ լինում են հաստատ։ Հա, ես ցավոք ավելի զբաղված տատիկ եմ եւ երևի թե մի քիչ է ստացվում խաղալ թորնիկներիս հետ։ Բայց ես ինքս ինձ ոչ խիստ մայրիկ, ոչ խիստ տատիկ չեմ կարող ասել։ Չի ստացվում ինձ ոչ խիստ լինել։ Չի ստացվում։ Ճիշտ ասած կարիքը չի եղել։ Այդպես ասեմ։ Շատ լավ։ Շատ լավ։ Ձեր կարծիքով այսօր հասարակության մեջ կնոջ դերը փոխվել է արդյոք։ Կուզենայի ասել այո, բայց ես մի տեսակ մասշտաբային եմ նայում երևույթին եւ մտածում եմ, որ կնոջ դերը լայն առումով միշտ էլ սիրվելը, սերունդ ունենալը, լավ սերունդ ունենալը, դաստիարակելը, օջախի պահապան լինելն է։ Դրանք ոչ են փոխվել։ Դրա համար կնոջ այդ հիմնական դերակատարում իմ կարծիքով չի էլ փոխվել։ Ո՞րն է կնոջ առաքելությունը այս կյանքում։ Այնպես անել, որ տղամարդիկ չչարանան, աշխարհը չչարանա։
եւ ամեն օրը ավելի լավը լինի։ Ես չեմ ասել, բայց հայտնի միտք է, հա, որ երբ կինն է ղեկավարում, այդտեղ խաղաղություն հաստատ կա։ Ղեկավար կազմում եք աշխատում, հաստատ խնդիրներ, խոչընդոտներ միշտ են լինում, ու հատկապես տղամարդիկ։ Կանացի ինչ այո ձիրքով, կանացիությամբ ինչպես է կարողանում հարթել իրավիճակը եւ խնդրին տալ ավելի կանացի լուծում։ Այո, կանացի հնարքները միշտ էլ կարող են այնպես անել, որ իրավիճակը չբարթանա, այնտեղ ես գործի եմ դնում մեղմությունը, լռելու ունակությունը, հետ քաշվելու ունակությունը, սպասելու ունակությունը եւ այո, պետք չէ այնպես անել, հրահրել բոլոր դեպքերում։ Միշտ էլ լինում է, որ դիմացինի տրամադրությունը այլ է, կամ այդ բառը, կամ այդ գործը այլ կերպ է ընդունել, երբ դու հրահրում ես, ամեն ինչ դեպի վեճն է տանում, իսկ երբ դու մեղմ ես, երբ դու լռում ես, սպասում ես, ժպտում ես, բնականաբար հանդարտվում է։ Չնայած իրավիճակներ են լինում, որ ընդհակառակը հնարավոր է դիմացինը հենց դրանից է արդեն նեղվում, երբ դու այդ գործիքներն ես դնում, պիտի ուշադիր լինել քո խոսակցին։ Ես այդպես եմ մտածում, որ այն մարդում հետ այդ պահին գործի մեջ ես կամ երկխոսության պիտի ուշադիր լինես, որպեսզի։ Այո, ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր չեն հավատում իրենց ուժերին։ Հա, չհավատալու բան չկա, այստեղ ես էլ դուք էլ ասենք խոսք մեջ բերեցիք, ես էլ կուզեի ժողովրդի խոսք մեջ բերել ու նմանացնել դրան իմ ասածը։ Այսպես մեր մոտ ասում են խորժակն ուտելիս է բացվում։ Ես դրա նման պիտի ասեմ, որ ուժերը եւ հնարավորությունները գործի մեջ են բացվում։ Խորհուրդ եմ տալիս սկսեք ուղակի։ Մի վախեցեք ոչ մի բանից եւ հիշեք, որ դուք ոչ միայն քայլել գիտեք, այլ կարող եք թռչել եւ ճախրել։ Ուղղակի սկսեք։ Այդպես։ Ինչպես եք պահպանում ձեր վստահությունը։ Կանացի վստահություն կա, որ ոչ մի արժեք, ոչ մի իրավիճակում դա չի զուգորդվում այլ վարքագծի, այլ տեսակի հետ։ Այդ վստահությունը գալիս է հենց նրանից, որտեղ ինքը կին է։ Ոնց եք կարողանում եւ աշխատացնել այդ վստահությունը եւ նաեւ թաքցնել։ Այո, նաև թաքցնել։ Հա, ես ճիշտն ասած մտածում եմ, որ վստահությունը մի տեսակ անելանելի վիճակից է նաև լինում հաճախ։ Ես ինձ վերլուծելով մտածել եմ, որ ամենավստահ եղել եմ ամենաանելանելի վիճակներից առաջ։ Ուղղակի այդպես կշռադատել եմ եւ ասել ես պարզապես չեմ կարող չանել, պարզապես չեմ կարող չասել եւ դա հենց վստահությունն է արդեն։ Ուղղակի երբեմն այո պիտի դա քողարկել, որ դիմացինի չնյարդայնացնի։ Փորձությունների ժամանակ կամ ինչ-որ իրավիճակում կա խնդիրների ժամանակ ո՞րն է այն միտքը կամ խոսքը, որը շատ ժամանակ ձեզ ուժ է տալիս առաջ գնալու եւ հաղթահարելու։ Այս էլ կանցնի։ Այս էլ կանցնի, ոչ մի բան երկար չի տևում։ Այո, եւ մենք անում ենք այն, ինչ կարող ենք եւ լինում է այն, ինչ լինում է։ Դա։ Ես ես լավատես կին եմ տեսնում, դուք։ Այո, միանշանակ, ամենամութ անկյունում ինձ համար լույս կա։ Միանշանակ։ Որտեղից է գալիս այդ լույսին նայելու ձգտումը։ Սիրելուց, այսպեսին եմ, այլ կերպ եւ երևի չգիտեմ, իմ շրջապատի մարդկանցից, գրականություն, ամեն ինչից։ Իմ ապրած կյանքից, իմ հնարավորություններից, իմ հանդիպած աշխատանքներից չգիտեմ։ Այդպեսին եղել եմ, ոչ մի օր ինձ այլ կերպ չեմ հիշում։ Անհնար լավատես։ Չէ վերջին։ Ապրած կյանքի մի փուլը նշեցիք, որ եղել եք ուսուցչուհի եւ ղեկավարել եք դպրոցը, մինչեւ այսօր կամ այս պահը ձեր աշակերտների, ձեր գործընկերների, միգուցե ընկերների հետ կապը պահպանվում է։ Այո, կապը պահպանվում է եւ նաեւ ես դեռևս դասավանդում եմ դպրոցում։ Նա ով ուսուցիչ է եղել, կհասկանա, որ առանց դրա չի կարող։ Առանց իր սովորողների, առանց իր գոլեգաների, գործընկերների, առանց այդ դասագրքերի անհնար է։ Օրվա պլանի չգիտեմ։ Կապը պահպանվում է եւ կարեւոր է դա ինձ համար։ Ինչ առարկա եք դասավանդում։ Դասավանդել եմ հայոց լեզու գրականություն, այժմ արվեստ եմ դասավանդում։ Եվ եթե մենք խոսենք լորեցի կնոջ տեսանկյունից, տարբերվում են լորեցի կանայք, եւ եթե ասեք այո, պիտի հարցնեմ ինչով։
Դե կարծում եմ, այո, տարբերվում են, բոլոր անկյուններից ինձ նայեն, ասեն ինքը լորեցի է։ Հենց ուրիշ բան չլինի, շեշտադրումները խոսում են այդ մասին եւ ես առանձնապես չեմ էլ աշխատում դրա վրա, ինձ հաճելի է այդպես։ Այո, լորեցի կանայք մի քիչ ավելի բնությանը մոտ են։ Ես ավելի մի տեսակ ինձ պարզ եմ համարում եւ դա ինձ համար շատ նորմալ է, առանց ավելորդ այտենց բջնվելու կարիքներից համար նորմալ է։ Եվ դա ես մի տեսակ նաև լորեցի կնոջ հատկանիշ եմ համարում, ինչքան որ ուսումնասիրել եմ, եւ դա ավելի նորմայի մեջ է, քան որ իրենք ուզեն նմանվել ուրիշներին։ Կուզեի այդ առանձնահատկությունը պահպանվի։ Բնական է։ Բնական, այո։ Եվ ղեկավար կնոջ շնորհից վերադառնանք։ Հեշտ է լինել ղեկավարքի, թե դժվար։ Ինձ համար հեշտ է, որովհետև ես այսպես առանձնապես դրա տարբերությունը չեմ էլ դիտարկում։ Ես ու մենք գործընկերներ ենք, ինձ համար բոլոր դեպքերում է այդպես, եւ սրանք խոսքեր չեն, սա հենց գործի մեջ է այդպես, եւ եթե մենք գործընկերներ ենք, ոչ թե ղեկավար եւ աշխատակազմ, այդտեղ արդեն հեշտ ու դժվարի, այսինքն, եթե դժվարություն է բոլորի համար է, եթե հեշտ է բոլորի համար է, դրա համար այդպիսի սահմաններ չկան։ Աշխատում եք Լոռու մարզպետի աշխատակազմում։ Ինչ տեղ, ինչ դիրք է տրված կնոջը այդ կազմում։ Եվ ինչ խոսք ունի նա։ Եթե ուսումնասիրեք, բոլորի համար ակնհայտ է, որ կանայք մեծ դեր ունեն մարզպետանում, իրենց խոսքը կշիռ ունի, եւ լավ է, որ այդպես է, բայց այնպես չի, որ տղամարդիկ պակաս դեր եւ պակաս կշիռ ունի իրենց խոսքը, կարծում եմ այդ համամասնությունը լավ էլ պահպանված է։ Եվ գիտեք ինչ, ես մտածում եմ, որ աշխատանքի մեջ արդեն դրան նայել պետք էլ չի, այսինքն ով ավելի լավ է կարողանում անել այդ գործը, ինձ թե տղամարդ, տարիքային, այդպես պիտի արդեն չխոսենք դրա մասին եւ կարծես թե մեր ղեկավարն էլ է այդպես մտածում, այդտեղ ինչ որ սեռային կամ տարիքով պայմանավորված չէ, այլ իր արհեստավարժությամբ եւ հնարավորություններով տվյալ պաշտոնի կամ տվյալ գործի մեջ։ Եթե ինչ-որ բան փոխեիք կանանց մոլորակում, կանանց աշխարհում, ինչ կուզեիք։ Եվ եթե լիներ կանանց մոլորակ։ Կա, Ռավչան, դու չգիտես տեղը, մենք գիտենք։ Այո։ Ինչ կփոխեիք։ Ինչ կարիք կա փոխելու, բայց կանայք այնքան լավ են իրենց գործել, մենք շուտ են կողմնորոշվում հիմա ինչ պիտի անել։ Չեմ կարծում, իրենց ներքին հոտառությունը այնքան լավն է։ Մի քիչ ավելի թողնեն, չշտապեն կանայք։ Այո, ես այդ շտապելը չեմ հավանում այդքան էլ, որ մի քիչ սպասեն, քայլանելուց առաջ ավելի տեսարաններ կբացվի, ճիշտ որոշումներ։ Մնացածը շատ ճիշտ են վարվում, չշտապեն նմանվել, ուզում եի ասել։ Քանի որ այսօր մարտի 8-ն է, ուզում եմ դուք էլ շնորհավորեք մեր հայ կանանց, մայրերին, քույրերին այս օրվա կապակցությամբ ձեր բարեմաղթանքը, ձեր խոսքը։ Այս տեսախցիկը ուղիղ ձեզ է լսում։ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ սիրված եք եւ սիրում եք։ Ես գիտեմ, որ հոգու խորքում բոլորդ մտածում եք երջանկության, խաղաղության եւ հնարավորություններով աշխարհի մասին։ Եվ ես մտածում եմ, որ մենք բոլորով ունենալու ենք այդ երջանիկ կյանքը, այդ մեր երեխաների, մեր շրջապատի, մեր տղամարդկանց համար այդ երջանիկ եւ հանգիստ օրերը։ Շնորհավոր բոլորիս մարտի 8-ը։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ ձեզ։ Մենք էլ ենք շնորհավորում։ Շատ ուրախ ենք այս հանդիպման համար։ Շնորհակալություն անկեղծության համար, որովհետև մենք հասցրեցինք չէ ֆիքսել։ Դուք ներկայացաք այնպեսին, ինչպեսին որ կաք նաև տեսախցիկների առջև։ Շնորհակալություն։ Level Up Design Studio-ի կողմից էլ ծաղկի ֆունջը հանձնում ենք ձեզ շնորհավորելով։ Շատ շնորհակալ եմ նաև հնարավորության համար։ Այդտեղ ձեր մակագրությամբ հատուկ ձեզ համար, մեր գործընկերոջ կողմից։ Եվ չգիտեն գինու սիրահարեք թե չէ, անպայման կփոխեք սա։ Այսօր պետք է անպայման մարտի 8,000-յան գինով շնորհավորեք։ Շատ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ եւ մաղթում ենք, որ իսկապես այն նպատակները, այն նախագծերը, որոնք որ ունեք ձեր առջև, հանուն մեր կանանց թող իսկապես դրանք լինեն։ Շնորհակալություն։ Եվ հատուկ նաև ձեզ եմ շնորհավորում ձեր մարտի 8-ը, այնպես չի որ
միշտ թվում է, որ հեշտ է վարելը, չէ՞, ասենք դուք միշտ գիտեք ինչ եք անում, շնորհավորում եմ նաև ձեր մարտյութը, դուք էլ առանձնահատուկ այնպես եք անում, որ մարդիկ կարողանան բացահայտվել եւ նաև ուրախ լինել դրա համար։ Մենք շնորհակալ ենք, շնորհակալություն ձեզ այսօր։ Մեր տաղավարում սիրելի հեռուստատողներ Լոռու մարզպետի խորհրդական Հասմիկ Ադամյանն էր։ Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել բոլոր այն կանանց, ովքեր աշխատում են մարզի գլխավոր կառույցի աշխատակազմում։ Հա, տղամարդիկ, կռիվ մի արեք։ Այսօրվանից մեր տոնն է։ Չեն էլ անելու ես տենում է կռիվը։ Ես գիտեմ։ Մի քիչ լոռեցիություն եմ մտցնում, հասկանաս մեզ զրույցը։ Կռիվ գեներային կռիվներ չանեի։ Քանի մենք էլ չենք կռիվը։ Ալիքը մի փոխենք։ Писем на тебе очень много, и в своей я сильно прошу Бога, чтобы каждый раз у порога ты меня встречала всегда. Год и образ твой не меняю, только серебро на висках тает. Бог и небеса только знают. Мамджан, как люблю я тебя. Мама, ты родная моя. Мама, поздравляю тебя. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Говорят, что ангелов нету, но не соглашусь никогда с этим, мама. Ты мой ангел на свете, охранявший меня. Мама, ты родная моя. Мама, поздравляю тебя. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Мама, ты родная моя. Поздравляю тебя. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Мама. Мама, ты родная моя. Мама, это твой праздник. Поздравляю тебя. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Мама, ты родная моя. Мама, поздравляю тебя. Годы ты свои отдала, любовь и жизнь мне дала. Люблю тебя, моя мама. Мама, ты родная моя. Мама.
Спасибо, Монджи. Да, Джана. Есть золотой граммофон, а у тебя золотой микрофон за эту песню. Ты моя хорошая, спасибо тебе, родная. Տելեստատորներ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, հաղորդման վերջում շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին Level Up Design Studio Վարդան 916 կոտորակը 1 077 09 09 17 եւ Ազարյան գինի Վանաց քաղաք Վանաձոր Խորենացի 7 098 041 385 044 412 128 Շնորհակալություն, ապրես Ռավջան, շատ լավ է սովորել այսօրվա քո սցենարը։ Ես էլ ասում եմ շնորհակալություն Level Up Design Studio-ին, թե դու ասացիր դա արդեն։ Ես երկուսին էլ ասացի եւ Բայց ես ուզում շնորհավորեցի։ եի ու բան էի մոռացել, ուզում էի հավելացնել։ Մոռացա շնորհավոր նրանց մարտի 8-ը։ Ապրես, այ օրինակ դա։ Ոլորտում շնորհավորում ենք։ Շնորհավորիչ Level-ի գանձերին մարտի 8-ի կապակցությամբ ես էլ ուզում եմ ասել, որ Level Up ծաղիկների տեղատարապ, այ դա էի ուզում ասել։ Level Up ծաղիկների տեղատար up։ Այո։ Եվ Ազարյան գինի թող ջերմացնի ձեր սրտերը մարտի 8-ին։ Ազարյան գինի թող ձեզ ջերմացնի։ Ազարյան գինին թող ձեզ ջերմացնի։ Մարիա Բյութի սալոնն էլ գեղեցկացնի, Նունե Վարդանյան դիմարդարման ուսուցման կենտրոնն էլ երիտասարդացնի էլ ավելի։ Եվ այսպես ածնիներով էլ մենք ավարտում ենք մեր հաղորդումը, ասում ենք ապրեք, որ հետևում եք մեզ, յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրին կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շարունակեք տել ֆորտունա եւս մեկ անգամ շնորհավոր ամենագեղեցիկ տոնը մարտի 8-ը Գարնանային, չէ, Գարնանային մարտի 8-ը ու մենք խոստանում ենք, որ մենք այս միամսյակի շրջանակներում հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, հետաքրքիր հարցեր ու պատասխաններ եք նրանցից լսելու եւ ամենակարևորը փորձելու ենք ջերմացնել մեր հյուրերի Եվ սրտերը։ հասկանալ ինչ է ուզում կինը։ Հա։ Իսկ ինչ է ուզում կինը։ Իմանանք հաջորդ շաբաթ։ Մեկ ամսվա ընթացքում։ Կհանդիպենք եթե շարունակեք տել ֆորտունա, մի մոռացեք, որ ես շատ եմ սիրում անկախ մարտի 8, ապրիլի 7, թե փետրվարի 4։ Շատ ես խոսում, բարի գիշեր։ Նամակ փոքրիկ իմ աղջկան, թողված օրեր չկան, քայլերը քեզ ուրախացնեն, բարերը ցավ չտան, ես միշտ արել եմ ամեն ինչ, որ աչքերդ փայլեն, իմ կիսատ երազանքները քո մոտ թող կատարվեն, ուզում եմ երջանիկ տեսնեմ քեզ ամբողջ մի կյանք, հայրը տվել է ուժ, ես իմ սիրտն ու հարգանքը, միշտ մարդ մնալն է կարևոր, ամեն տեղ չես գտնի, հիմա ունես այն ինչ փողով երբեք էլ չես գնի, ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ ես լինելու, թեկուզ հեռու, երջանիկ եղիր իմ աղջիկ, սենը ամեն տեղ տիրելու, մեր զավակները մեզանից ավելի լավն է լինելու։ Ուզում եմ միշտ մնաս կյանքին դու սիրահարված, միշտ իրարով տարված, ու մաքուր սիրով լցված, հիմա սպիտակ հարսի շորով իմ դիմաց կանգնած, իսկ ես այնքան բարեր ունեմ չասված, չճարանաս երբեք, մնա միշտ սիրտդ բաց, միշտ ներիր, թեկուզ մի քիչ լինես պարտված, հիշիր, որ ես կյանքում էլ միշտ բումերանգը կա, այն ինչ տվել ես դու սրտանց մի օր քեզ հետ կգա։ Կյանքի օրենքն է դա, մի օր բոլորը մեծանում է, մարդը հավերժ է միշտ քանի իր գործը մեծարում է, քայլերը թող ուրախացնեն, բարերը ցավ չտան, երբեք չկորցնես ներսդ փոքրիկ իմ աղջկա։ Ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ ես լինելու, թեկուզ հեռու, երջանիկ եղիր իմ աղջիկ, սենը ամեն տեղ տիրելու, մեր զավակները մեզանից ավելի լավն է լինելու։
ավելի լավն է լինելու Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարավ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։